Ինչ կա այստեղ։ Ինչ ես սկսել Արևիկով հետաքրքրվել։ Ինչ ես խոսում։ Ինչ ա եղել։ Հարցիս պատասխանի։ Ինչ հարց։ Ինչ կա մտքիդ Վիլեն։ Արևիկին օգնելով ինչ ես ուզում ինձ ապացուցել։ Անկեղծ չեմ իմանում ինչ ա եղել։ Խես խառնվել իրար։ Նույն ցինիկն ես մնացել։ Ոչ մի բան չի փոխվել։ Ցինիկ։ Ես ինչ վատ բան եմ արել։ Ինչ ես ուզում, ինչ կա մտքիդ ասա։ Որտեղից ես իմացել։ Էլ ընկերս այդ խեղճ աղջկա հետևից։ Այն ժամանակ դու Արևիկին բանի տեղ չէիր դնում, անգամ ծաղրում էիր, հիմա ինչ ա փոխվել։ Նախքին կուրսեցիս է, ուզում եմ օգնել։ Իրավունք չունեմ։ Ի տարբերություն քեզ ես անսիրտ չեմ։ Ու ի տարբերություն քեզ ես այդ աղջկա դեմ ոչինչ չունեմ։ Վրեժ ես լուծում։ Ինչ վրեժ։ Ես կարող ա խանդում ես։ Ես ուզում եմ մարդկանց օգնել, ինչ վատ բան կա դրա մեջ, հանգիստ եղի, նպատակ չունեմ ինչ-որ մեկին վնասել, իսկ իմ այս շտապում եմ կարամ գնամ վիրահատության, եթե իմ կարիքը ունենաս, գիտես ինձ ոնց գտնես, իմիջայլոս Գևա ոնց է, Յաննա, լավ ես։ Հեռու մնա մեզնից։ Հեռու մնա Գևորգից, դու չգիտես ես ինչերի եմ ընդունակ։ Սխալվում ես։ Ես գիտեմ ինչեր ես ընդունել։ Ինձանից լավ ոչ մեկ չգիտի։ Դու ինքդ էլ քեզ այնքան լավ չես ճանաչում, որքան որ ես քեզ։ Ես բոլորից էլ լավ գիտեմ։ Դու ինչ կարող ես անել, որովհետև գիտեմ ինչեր ես արել Գևին կողքիդ պահելու համար։ Դու չես փոխվել։ Նույն Դիանան ես։ Չնայած ցույց ես տալիս, որ ուժեղ ես, բայց թույլ ես։ Աչքերիդ մեջ վախ երևում է։ Կանացի թուլություն է։ Դու երբեք էլ չես կարողացել ոչինչ անել առանց ինչ-որ մեկի օգնության։ Հեռու մնա։ Հեռու քաշի ձեռք հետո էլ չփորձես։ Ինձ տեսնելու շատ բաներ կհիշես։ Բաներ, որ քեզ ցավ կպատճառեն։ Հենց դրա համար ուզում եմ, որ մոռանաս, որ եկել եմ ու ինչ-որ բան եմ քեզնից խնդրել։ Ես դարել եմ Գևորգի համար։ Գոնե դրա համար ինձնից հեռու մնա։ Նման բաները հեշտ չեն մոռացվում։ Հենց մենակ այդ, որ դու դեռ շարունակում ես Գևորգի կողքին ապրել, շնչել, նրա համար ստորանալ։ Վերջ դուր։ Գևորգը գիտի ինչ գնով ես նրան կողքիդ պահում։ Գիտի ինչեր ես արել նրան հասնելու համար։ Երևի սիրելի ամուսինը ծանոթ չի իսկական Դիանայի հետ։ Գևորգը ամեն ինչ գիտի, պետք չի ինձ վախացնել։ Ամեն ինչ գիտի։ Գորի մասին երևի չես էլ հիշում։ Ձենդ կտրի։ Ձեզ իրար հետ կապող շատ մի կարևոր բան կա։ Չհամարձակվես։ Ու սա քո հիանալի կենսագրության դեռ մի մասն է։ Կան բաներ, որոնց մասին Գևորգը անգամ պատկերացում չի կարող ունենալ։ Մենք հիմա հավասար դիրքերում չենք։ Ես քփոխարեն լավ կմտածեի։ Ամեն բառից մեջ ուշադիր կլինեի։ Ցանկացած պահի ես կարող եմ գալ ձեր ընտանիք ու առանց այն էլ քո այդ քայքայված ընտանիքին վերջ տալ։ Այնպես որ մտածի, լավ մտածի։ Գնա։
Դե ինչ հավանեցիք բնակարանը։ Շատ։ Հուսով եմ կկարողանանք պայմանավորվել։ Այս տանը ես տղայիս հետ էի ապրում, նա ամուսնացավ եւ 6 ամիս է որ ապրում է Ամերիկայում։ Այժմ ինձ էլ են կանչում իրենց մոտ։ Ես որոշել էի բնակարանը վաճառել, բայց հետո փոշմանեցի, որտեղ այստեղ լավ հուշեր ունեմ։ Այնպես որ որոշեցի վարձով տալ այն։ Իսկ գնի համար դուք Անահիտի հետ կպայմանավորվեք։ Լավ։ Այստեղ ես ու մամաս ենք ապրելու, երկուսով ենք։ Ավելի լավ, 2 հոգու համար սա շատ լավ բնակարան է։ Ես էլ եմ այդպես կարծում։ Համարեք, որ արդեն վարձակալում ենք։ Էլի կասես, որ հորինում եմ։ Չեմ հասկանում ինչ ես խոսում։ Որտեղից ես գալիս Սերնը։ Հետևում ես ինձ։ Հա, հետևում եմ, որովհետև անհանգստանում եմ։ Որովհետև քույրս ես ու չեմ ուզում նորից սխալվես։ Լավ կանես ինձ հեռու պայծ քո ավելորդ հոգատարության զգացողությունից։ Ինչ գործ ունես Վիլենի հետ։ Ինչ ես կրակի հետ խաղում Ձյաննա։ Ես ինչ էլ ասեմ, դու հիմա ինձ չես հասկանում։ Չէ, դու էլի կասես, որ ես հիվանդ եմ, որ ես հորինում եմ, հա։ Դու ինչ-որ նոր բան ես մտածել, նոր ծրագիր, որը չեմ հասկանում։ Ոնց է ավարտվելու։ Չնայած գիտեմ, մեկը քո գլխին է շուտ գալու է։ Լուսի, խնդրում եմ, գոնե դու ինձ հանգիստ։ Գոնե դու ինձ մի տանջի։ Եթե ուզում ես ինձ օգնել, ավելորդ հարցեր մի տուր, դու չգիտես ինչ է կատարվում։ Մինչև հարց չտանք, բան չի խոսի, գիտես չէ։ Հա, մի բան գտար, ստացվեց։ Իսկ ինչ որ մեկը կասկածում էր։ Անահիտի ասած հաստիով ես գնացել։ Հա, եթե դժվար չի, հետո կզանգես, կասես, որ շատ շնորհակալ եմ։ Հա, բայց լավ տուն էր, հավանեցիր։ Դա շատ լավ տուն էր։ Ես շատ եմ հավանել, մնում է դու հավանես։ Մաման էլ կհավանի հաստատ, եթե դու հավանել ես, ուրեմն ես էլ կհավանեմ։ Լավ, դե ես մեզ համար սուրճ եմ գնում, ուզում ես։ Հա։ Մամ, դու չես պատկերացնի, ինչ լավ տուն էր, լուսավոր, պայծառ, այ որ կարողանայինք մեր տունը շուտ վաճառել ու այդ տունը առնել, շատ լավ կլիներ։ Չեմ հիշում, թե վերջին անգամ քեզ երբեք սենց ոգևորված տեսել բալես։ Չնայած այդ կինը ասեց, որ չի ուզում վաճառել, բայց ինձ թվում է, որ խոսեմ կհամոզեմ։ Կգնանք միասին կնայենք։ Կարևորը որ քեզ դուր գա։ Եթե չես ուզում, ուրիշ տուն կգտնենք։ Ուզում եմ, որ քեզ հարմարավետ լինի։ Արել ջան, բալես, իմ լավ զգալը քեզանից է կախված։ Ինձ համար միևնույն է, թե որտեղ կքնեմ։ Կարևորը որ դու երջանիկ լինես։ Ես ուզում եմ վերջապես, որ քեզ երջանիկ տեսնեմ, այ բալա։ Ես ուզում եմ վերջապես քո աչքերից բերանա այդ թախիծը, ու ես քեզ ուրախ ու երջանիկ տեսնեմ։ Դեղարիզարին բժշկին ու ասեմ, որ ոտքը ցավեցրել ես։ Նորմալ է չեմ ցավացրել։ Կյանքիդ հետ ես խաղում Գև։ Ես ինձ լավ եմ զգում։ Ես թվում է ես չեմ տեսնում։ Որ լռում ես, ինչ ես ուզում հասնել քեզ վնասելով։ Կարամ խնդրեմ ինձ մենակ թողես։ Չէ։ Ես կմնամ այստեղ այնքան, մինչև դու ինձ լսես ու ոչ միտեղ չեմ գնի։ Ինչ ես ուզում, որ ես քեզ լսեմ։ Իմ կոնցերտի երաններ ինչ ասել ենք։ Գև ուզում եմ միայն առողջությանդ մասին մտածես կլինի։ Լավ, կարող ես ինձ վիրավորել, կարող ես ինձ սենյակից դուրս անել, տնից դուրս անել, չխոսել հետս օրերով։ Բայց ես կմնամ քո կողքին այնքան, քանի դեռ դու իմ կարիքն ունես։ Քեզ թվում է ես քո կարիքն ունեմ։ Գև միայն ես ու մայրդ ենք քո կողքին։ Դու այս վիճակում չես կարող մենակ ապրել։ Հասկացի, մենք ամեն ինչ քեզ համար ենք անում, որ դու քեզ լավ զգաս։ Շատ մեծ կարծիք ունես քո մասին։ Եվ ես մոռացել եմ իմ մասին։ Ես մոռացել եմ, որ ինձ ստորացրել ես, նվաստացրել ես։ Ես հիմա միայն մտածում եմ քո մասին, խնդրում եմ գնա Մոսկվա։ Ես կգամ քո հետ, բայց կգամ որպես ուղղակի ընկեր։
Խնդրում եմ, Գև։ Դու հասկանում ես ինչ ես խոսում։ Ինձ թվում է չէ։ Խնդրում եմ, Գև։ Խնդրում եմ կողք դիր մեր բոլոր խնդիրները, մոռացի դրանց մասին։ Թույլ տուր գոնե այս ընթացքում ես կողքիդ լինեմ։ Խնդրում եմ գնա Մոսկվա ու նորմալ բուժում ստացիր։ Դու իմ պատասխանը գիտես, պատասխանը չի փոխվելու։ Ես իմ մասին եմ մտածում, դրա համար զգում դու ինձանից հեռու լինես։ Ու ես սկսի քո մասին մտածել, արդեն վաղուց ժամանակն է։ Արև, բանտիկին գահանեն որտեղ է։ Սենյակում չի, իրերն էր հավաքում։ Դե ավելի լավ, խոսելու բան կա։ Ինչ է եղել։ Արև, Գևը երևի մի 100 անգամ արդեն զանգել է։ Հա ինչ ես ինձ ասում։ Դե ուզում է քո հետ խոսի։ Չէ, պետք չի։ Ավելի ճիշտ կլինի չխոսենք։ Արև, ես արդեն չգիտեմ ինչ պատճառ բռնեմ։ Մի անգամ տանը չես, մի անգամ հարմար չի, խոսի էլի։ Իսկ դու ոչ մի պատճառ էլ մի բռնի։ Ուղղակի ասա, որ չեմ ուզում իր հետ խոսելու վերջ։ Արև, ախր բժիշկը շատ անհանգստանում քեզ համար։ Լավ, եթե մի անգամ էլ զանգի, ասա, որ էլ քո տանը չեմ։ Ալո, Նարեկ։ Ով է։ Նա կորած մոլորած ընկեր ունիր։ Գև։ Այ ես եմ։ Տեսար ոնց իմացա։ Լավ էլ քեզ անուն ես դրել էլի կորած մոլորած։ Ոնց ես ախպեր։ Գիտեմ, չես սիրում, որ բողոքում են, բայց լավ չէ։ Տենաս խղճիտ կազդեմ։ Ինչ է եղել։ Չեմ կարողանում կայրեմ։ Ես ինչեր ես ասում։ Հանար ու շատ ունեմ քո օգնության կարիքը։ Միշտ ամենադժվար պահերին դու ես կողքս եղել ու հիմա էլ միակ հույսս դու ես։ Լավ, ոնց հասկացա հեռախոսային խոսակցություն չի, կգամ կխոսանք։ Տանտեղ հիշում ես, չէ՞։ Հա, ոնց չեմ հիշում, ձեռ ես առնում Գև։ Դե ինձ այսօր կսպասեմ քեզ։ Գևորգ, ես քեզ որևէ բանով կարող եմ օգնել։ Չէ։ Զբաղվի քո գործերով, ես ինքս իմ հարցերը կլուծեմ։ Արդեն հավաքեցիր իրերդ։ Հա, համարը վերջացրի։ Ուզում ինչ որ կնոջ գնալը տեղափոխվի։ Չես պատկերացնի ոնց կկարոտեմ ձեզ։ Մանավանդ տիկին Գայանեին։ Մի տեսակ արդեն սովորել եմ ձեզ հետ ապրելու։ Դե լավ էլ մի հո երկրից չեն գնում։ Դու մեզ հյուր կգաս, մենք քո մոտ կգանք։ Անպայման։ Սա վերջրու։ Լավ էլիս էդ պետք չի։ Արև, մամայի համար էի գնել, բայց չկարողացավ օգտագործել, վերջրու։ Չէ, էլի կարող է հետո մամայիդ պետք է։ Ասում եմ վերջրու, մաման նոր հեռախոս ունի։ Սա ուղղակի տանը դրած է։ Ճիշտ է, լավ ֆունկցիաներ չունի, բայց զանգ որ գա կարող ես պատասխանել ու զանգել։ Մեջն էլ քարտ կա։ Ապրես։ Չգիտեմ ինչ ասեմ։ Բարև։ Ամացիր։ Լստի։ Ես ինչ եմ ես ընկել։ Ախպեր ջան, նստի, ոնց ես։
Լավ, դու ասա։ Ինչ ա վիճակ, պես ոնց ես ասել։ Ինձ անմարտկային օր է։ Նա զգացվում է։ Չգիտեմ որ Հայաստանում ես։ Վաղուց ես եկել։ Ես մի ամիս է կլինի։ Զանգելուց մտածում եմ Հայաստանից չես լինի։ Ոսում ենք չասեցի երկս գալ։ Զանգելուց գոնե ինչպես վերջին անգամ երբ ենք խոսացել։ Լավ, խառն եղե, անկեղծ։ Լավ, երկու բառով ասա իմանամ ինչն է եկել։ Հիմա լավ առաջարկ ունեմ, արի դուրս գանք տնից, դեռ նստենք, ամենքը պատմում։ Մեքենայով ես չեմ երկու տեղ կգնալու։ Հա մեքենայով եմ, բայց ի վիճակի ես քայլելու։ Դե ես իմ երկուականի մեքենա ունեմ ստեղ, սա կհասնենք իր մոտ։ Ավելի լավ չէ մեքենատ բերեմ քո մոտ։ Չէ, արդեն ժամանակն է մանր պետք է քայլել։ Դե էլ, գնացինք։ Հիմա հաստատ ձեզ օգնելու կարիք չկա։ Չէ, դու քո գործին եղի։ Եթե հերթապահության չլինեի, ձեզ հետ կգայի։ Մենք մի 2 րոպեով գնում ենք մեր տուն, հետո գնալու ենք նոր տունը։ Ասետ աջան նախ այս իրերը տանենք նոր տանը թողենք, հետո գնանք մեր հին տնից մի 2 իրկա հետ վերցնենք ու գնանք։ Իսկ դու մի քիչ էլ քո մամայով ու երեխայով ես զբաղվել, առանցին էլ ես վերջերս մենակ մեզանով ես զբաղվել։ Լավ, ուրեմն սենց կպայմանավորվենք, ես վաղը ձեզ հյուր կգամ։ Համել կօգնեմ իրերը դասավորենք ու ձեր նոր տունը կտեսնեմ։ Օգնելու կարիք չկա, բայց այ հյուր անպայման արի։ Անպայման։ Վայ չեք պատկերացնի ինչ տխուր կլինի առանց ձեզ։ Ես շատ կկարոտեմ ձեզ։ Լավ, վերջացրեք, ոնց որ էլ երբեք չեք հանդիպելու։ Հեշտ ես է ասում։ Ես գիտես ինչքան կկարոտեմ Տիկին Գայանեին։ Ես էլ ձեզ կկարոտեմ Սեյդա ջան, բայց մամայիդ մոտ էլ անհարմար վիճակի մեջ մնացի։ Առանց իրեն տեսնելու գնում ենք։ Որ մի քիչ սպասեիք կգար։ Չէ, պիտի գնանք այդ կնոջից բանալին վերցնենք ուշ։ Լավ։ Ուրեմն եկեք գրկեմ ձեզ։ Ապրես Սեյդա ջան, ես քեզանից շատ շնորհակալ եմ։ Այնպես որ հույս ունեմ, որ սրանից հետո դու հաճախ մեզ մոտ հյուր կգաս, հա։ Անպայման։ Դե գնացինք։ Ինձ հասցենք ասես, ես տան տեղը չգիտեմ։ Հա, անպայման։ Երեկոյան կզանգեմ քեզ։ Եկեք քեզ ճանաչեմ։ Միայն զգուշացում եմ։ Ուշ չտաս ոտի դեր։ Բարենա։ Արածյան ջան։ Ոնց ես վաղուց չենք հանդիպել։ Լավ, դու։ Ոնց տեսնում ես։ Չնայած կապրիզները չել թարգել, չէ։ Այս վիճակում էլ հոգի թանում է։ Արի դուրս գանք մեր արդեն։ Ուր եք գնում։ Մենք կշտապում ենք։ Մյուս անգամ հանգիստ գամ զրուցենք, հա, չի թողում գեբը։ Դե լավ մնացեք Տիկին Սոֆի։ Ձյան ջան, քո թույլտվությամբ ամուսնու տանում եմ զբոսնելու։ Ինչ է այստեղ կատարում։ Գևերքներ խնդրել, որ նորեկ կգա։ Ուր են գնում։ Չգիտեմ։ Արևիկի հետ էր ուզում խոսել։ Երևի ոստիկանություն։ Արևիկը ոստիկանությունում չի։ Արդեն տանն է։ Ինչպես։ Վիլենին հանդիպեցի պատահմամբ։ Ասեց, որ օգնել է Արևիկին, հայրը խոսել է, նրան ազատել են։ Կարծում եմ հիմա շփվում են իրար հետ։ Ջուրդ գալիս է։ Բալես լավն է։ Լուսավոր հանգիստ հարմար։ Երկուսիս համար հերիքը էլի այդ բանը։ Ես գիտեմ, որ քո համար դժվար էր հեռանալ մեր տնից։ Չէ, արև, չէ։ Ինչքան էլ ասես, գիտեմ, որ դժվար էր։ Այդ քո հայրական տունն էր, շատ հիշողություններ ուներ այդ տան հետ կապված։ Մենք շատ լավ օրեր ենք անցկացրել այդ տանը։ Հա, արև ջան, բայց նաև շատ վատ օրեր ենք անցկացրել։
Ես հույս ունեմ, որ այստեղ մենք նոր կյանք կսկսենք, այդ բոլոր տղաճություններին վերջ կլինի վերջապես, այդու վերջապես Արև ջան, ես ինձ այնտեղ եմ լավ զգում, որտեղ դու իմ կողքին ես, ու ես էլ ավելի ինձ լավ կզգամ, որ դու մի քիչ քեզ երջանիկ զգաս բալես։ Ես քեզ խոստանում եմ, մենք մի օր անպայման կվերադառնանք մեր տուն։ Հիմա Արևիկը ազատության մեջ է շնորհիվ Վիլենի, դուք հասկանում եք դա ինչ անխանագում։ Մի րոպե նորեք։ Ինչ արագ է։ Առաջ քշի։ Դե մի րոպե։ Ահա մի րոպե էլի։ Ինչ ես խոսում դրանով։ Ոչ մի բան։ Բան ունես ասելու ինձ ասա։ Գնում ես Արևիկի մոտ։ Հա, գնում եմ Արևիկի մոտ։ Ուզում եմ իմանաս, որ Արևիկը արդեն տանն է, որ Վիլենը։ Ես գիտեմ ով ազատ է Արևիկին։ Ու գիտեմ որտեղ Արևիկը։ Ու երիքա քեզ կոտորես։ Ու այդքանից հետո դու գնում ես Արևիկի մոտ։ Հա, այդքանից հետո գնում եմ Արևիկի մոտ։ Գնացինք նարեկ։ Այսքանից հետո հələ գնում ենք Արևիկի մոտ։ Չես ուզում գրքերը տրբերեմ, առանց գրքերի ինչ ես անելու։ Անպայման կբերես, ճիշտն ասած ուզում եմ նորից աշակերտներ պահել։ Ինչ աշակերտ։ Ինչ աշակերտ, մամ, դու հիմա մենակ առողջության մասին պիտի մտածես ու վերջ։ Այ Արև ջան, հիմա դու մենակ ես, ինձ պահես, իմ դեղերի հարցը լուծես, այս տան բարձը տաս, ախր ես էլ եմ ուզում մի բանով քեզ օգնեմ, այ բարիք ջան, այտենց ես ինձ ավելի լավ կզգամ։ Մինչև չգնանք հիվանդանոց, մինչև չիմանանք բուժման կուրսը արդյունավետ է անցել, դու ոչ մի բանի մասին չմտածես։ Էլի բժիշկի գնանք, դե գնացինք էլի, բա ես ինձ շատ լավ եմ զգում, այդքան պարկեցի էլի այդ ալա։ Այ մամա։ Կգնանք, լավ, կգնանք Արև։ Ես էլ պիտի գնամ հիվանդանոց։ Գնամ տեսնեմ ինչ նորություն կա, չնայած ինձ թվում է արդեն ազատել են։ Սեդա հետ չխոսեցիր, ինչ ասում։ Խոսեցի, ասեց գնամ տեսնեմ ինչ կա, կզանգեմ։ Ես ահա Սանգև։ Ճիշտ ենք բա։ Չէ, սպասի մի հատ սեդային զանգեմ։ Դե զանգի։ Լավ կա համոզով կև։ Ալո, սեդա տանն ես։ Չէ, բժիշկ։ Որտեղ ես։ Ես հիվանդանոցում եմ, աշխատանքի եմ։ Սեդա Արևիկը ձեր տանն է, ուզում եմ բարձրանամ խոսեմ հետ եմ։ Բժիշկ Արևը մեր տանը չի, նրանք գնացել են։ Սեդա ես ընդհանրապես ուզում խոսեմ իր հետ։ Ես Չէ, չեմ խաբում, նրանք իրոք մեր տանը չեն։ իրանց տուն են գնացել։ Սեդա ես գիտեմ, որ Արևիկը քեզ խնդրել է ինձ բան չասես։ Ես Սեդա շատ կարևոր է, ես պիտի խոսեմ Արևի հետ։ Նրանք տուն չեն գնացել, բժիշկ Արևը տուն է վարձել, հիմա երևի այդ վարձով տանն են։ Որտեղ այդ տունը։ Չգիտեմ, իրոք չգիտեմ, դեռ ինձ էլ չի ասել հասցեն։ Իսկ հեռախոսկա մոտը, զանգում եմ հին համարին չի պատասխանում։ Արևիկի հին համարը էլ չի գործում։ Իսկ նոր համար ունի։ Չեմ կարող համարը տալ, կներեք, Արևը ասել է, որ ոչ ոքի չտամ։ Սեդա, ես ոչ ոք չեմ։ Իմ համար կարևոր է իմանալ ոնց է Արևիկը իմը։ Նա խնդրել է, որ ձեզ չտամ։
ու հենց ձեզ չտամ հեռախոսի համարը, արևը չի ուզում ձեզ տեսնել բժիշկ։ Սեդա խնդրում եմ, քեզանից բացի ինձ ոչ ոք չի կարող օգնել։ Լավ։ Գև։ Սեդան չի զանգել։ Չէ, զանգել։ Դու զանգել էլի իմանայիր խոսել, թե չի խոսել։ Չեմ, որ հարմար լինի կզանգի։ Կարող զբաղված է, գործի մեջ է, կամ էլ երեկոյան կգա։ Դե քեզ համար եմ ասում, հայ բալա, մի քիչ կցրվես, մի քիչ ունի մեջ կգնես, որ աշխատանքդ լինի, մի կողմից էլ մտածում եմ ոտկա տայ բալես։ Ոտքիս մասին մի մտածի, ոտքս լավ է։ Ոտքս ինձ չի անհանգստացնում։ Ոտքս հեչ չի անհանգստացնում։ Ինչի չես պատասխանում զանգին։ Սուրճ տնեմ խմես։ Դու նստիր ես կդեմ։ Չէ, նստի։ Ախր գիտեմ որ դու ես։ Ինչի ես անգել, Գև։ Արև ինձ լսի չանջատես խնդրում եմ։ Գև, ինչի ես անգել։ Ես քեզ չասեցի, որ չզանգես։ Արև խնդրում եմ լսի։ Ես չեմ հասկանում, դու ուզում ես երկրից գնամ, որ քեզնից ազատվեմ։ Ո՞նց խնդրեմ քեզ, Գև։ Խնդրում եմ, էլ չզանգես։ Պատասխանի կարևոր է որ լսես ինձ Արև։ Դե Բաբջի։ Հաճեմ, ասոչ։ Նորից ավդ նստի։ Մաման տաննա։ Չէ, դուրս եկավ, պիտի Մարոյին հանդիպել։ Պապ մի բան պիտի խնդրեմ։ Ինչ։ Արամիկին գնաց դպրոցից բերես, որովհետև ես էլ ի վիճակի չեմ, այդ տեղատան գործերով այնքան եմ վազել, իսկ Դիանան մատը չի խփում։ Այ լուսի ջան, ցավդ տանը։ Դու պետք է հասկանաս Դիանային, մտնես նրա դրության մեջ, չէ՞։ Պապ դու վերջին անգամ երբ ես տեսել Դիանային։ Երբ ես խոսել հետը։ Ինչ նկատի ունես։ Ինձ թվում է այդ աղջիկը նոր պատմություններ իր գլխին սարքում։ Ինչ թեմայով։ Դու գիտես, որ ինքը հանդիպում է Վիլենի հետ։ Մի երկու բան պատմելա դրա մասին։ Են գիտեմ, որ գնացել դիմել է Վիլենին, որ հայրը պետք է Գևորգին վիրահատեր, են մերժել է։ Ես չեմ ասում, պապ Գևորգի հետ կատարված պատմությունը հորինված կա կամ սուտ, բայց այն ինչ որ անում է Դիանան ինձ դուր չի գալիս։ Այդ ցավոտանեմ, ինչ ես այդպես մտածում։ Գևորգը հիմա տեղափոխվելու է Մոսկվա, չէ։ Այն ժամանակ Դիանան ստիպված էր դիմել այդ քայլին, բայց հիմա այդ Վիլենի ու նրա հոր միջամտության կարիքը չկա։ Այնից որ չեմ կարծում Դիանան նման բանալի, որը հետո իր համար շատ դաժան կլինի, եթե հանկարծ Գևորգը դրա մասին իմանա։ Պապ, ես երբեք չեմ խաբում, ու իմ զգացողություններն էլ չեն դավաճանել այսքան ժամանակ։ Այս ամեն ինչը լավ ավարտ չի ունենա։ Ուրս չգիտեմ, ինչպես միշտ դու երևի ճիշտ ես։
Սենց ինչքան է պետք է սպասենք եւ Այնքան մինչև արևիկը գա, հաստատ կգա ինչ-որ բան մոռացած կլինի։ Չգիտեմ Նարեկ գժվել եմ արդեն։ Ես էլ գիտեմ արդեն Դիանայի հետ երջանիկ ապրում ես նոր կյանք ես սկսել։ Ապրեսոր անպայման պիտի խոսեմ արևիկի հետ։ Պարտադիր է, որովհետև այսօր բանի շատ բան է կախված։ Միա զանգի հասցեն իմացի, համարը որ տվեց հասցեն էլ հաստատ կունենա։ Ասես չունի արևիկը իրան չի ասել։ Ախպեր համարն էլ դժվարությամբ տվեց։ Զանգի իմացի, համոզի թո ասի։ Միանգամից կգնանք այդ տուն էլի։ Սեդա, նորից ես եմ։ Լսում եմ բժիշկ։ Սեդա ինձ արևիկի տան հասցենա պետք նոր։ Չէ, դեռ չգիտեմ, Արևը ինձ ոչինչ չի ասել, բայց եթե նույնիսկ ասած էլ լիներ ես։ Խնդրում եմ արա այդ մի բան իմ համար։ Զանգի հասցեն իմացի ես քեզ էլ չեմ անհանգստացնի։ Լավ։ Երբ իմացա ես ձեզ հաղորդագրություն կուղարկեմ։ Սպասում եմ։ Ինչ ասեց։ Ասեց հաղորդագրություն կուղարկի կիմանա։ Լավ։ Ես ինչ խառն ես դու գև։ Ու ես սաղ մի սխալի պատճառը որ արեցի 5 տարի առաջ։ Նար քշի ասենք ասեմ։ Պիտի խոսենք։ Ոչինչ։ Հիմա։ Մարո տեսնում ես իմ տանը ինչ է կատարվում, ես հիմա չեմ կարող ձեզնով զբաղվել։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Բայց ժամանակ չունեմ սպասելու։ Ու քանի Սոֆին տանը չի, մենք պիտի խոսենք։ Ինչ է եղել։ Մի քանի օր առաջ ես բժշկի էի գնացել։ Հետո անալիզների պատասխանը Ֆրանսիա ուղարկեցի։ Ու այսօր Ֆրանսիայից ստացել եմ պատասխանը։ Իմ առողջական վիճակը լավ չի։ Ես պիտի շտապ Ֆրանսիա մեկնեմ։ Ամեն ինչ այդքան լուրջ է։ Ես ուռուցք ունեմ։ Ու հերթական կուրսն անցնելու համար պիտի շտապ Ֆրանսիա մեկնեմ։ Ինչի են ժամանակ ինձ խաբեցիր։ Երբ հարցնում են թե հետ ինչ տեղեր ես խմում։ Որտեվ հույս ունեի, որ կհասցնեմ Հասմիկի հետ վերադառնալ։ Բայց Հասմիկին դեռ մի 2 շաբաթ պետք է որ վերջնական ապաքինվի։ Իսկ ես սպասել չեմ կարող։ Չգիտեմ ինչ ասեմ։ Միայն մի բան եմ խնդրում։ Գոնե մի անգամ երեխայի պատասխանատվությունը քեզ վրա վերցրու։ Դիանա, մի ամիս հետո ես մի փոքր կկազդուրվեմ ու անպայման կգամ Հասմիկի հետևից։ Ես հասկանում եմ, որ հիմա քեզ համար շատ ծանր շրջան է, բայց Հասմիկը քո աղջիկն է։ Հասմիկը հիմա շատ ունի քո կարիքը։ Դիանա, ոչ ոք ոչինչ չի իմանա։ Մի ամսից ես կվերադառնամ։ Հավատա, ես պիտի ապրեմ։ Հանուն Հասմիկի ես անպայման հետ կգամ։ Մի ամիս, Դիանա։